Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Երևանում ներկա է գտնվել Արգավանդ-Շիրակ նորակառույց ճանապարհահատվածի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել է նաև փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը, Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, Ասիական զարգացման բանկի փոխնախագահ Շիխինչյանը եւ պաշտոնատար այլանձիկ։ Ճանապարհահատվածի կառուցման համար 2019 թվականի հուլիսի 16-ին պայմանագիր է կնքվել Երևանի քաղաքապետարանի եւ Լևանտինե Ինժեներիա Կոնստրուկշն ընկերության միջև։ Պայմանագրի արժեքը $26 միլիոն է։ Աշխատանքները մեկնարկել են 2019-ի սեպտեմբերի 6-ից։ Արգավանդ-Շիրակ ճանապարհատվածը մաս է հանդիսանում Երևանի արևմտյան օղակաձև ճանապարհի, ինչպես նաև կապ է հաստատում Երևանի Մալասա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանների միջև։ Ճանապարհի ամբողջ երկարությունը 27 կիլոմետր է, իսկ միջին լայնությունը 26 մետր։ Ճանապարհատվածը ներառում է նաև Հրազդան գետի վրա 252 մետր երկարությամբ եւ 28 մետր լայնությամբ բետաղական կամուրջ, ինչպես նաև մեկ ուղեանցք Իսակով Բաբաջանյան փողոցների հատման ճանապարհային հանգույց։ Շիրակի փողոցի հետ հատման վայրում կառուցվել է օղակաձև երթևեկությամբ ճանապարհային հանգույց։ Ճանապարհի ազդեցության գոտում հարկաբոլոր հաղորդողները տեղափոխվել են։ Մայթերի տակ տեղափոխվել են նաև կապի ստորգետնյա խողովակներ։ Արտաքին լուսավորության համակարգերում տեղադրվել են LED տիպի էներգախնայող լուսատարներ։ Արգավանդ-Շիրակ ճանապարհատվածի կառուցման աշխատանքների իրականացման շրջանակում փոխհատուցում է տրամադրվել 26 տնային տնտեսության, որի գումարը կազմել է շուրջ 265 միլիոն դրամ։